3.5 տարեկան Ալեքսի կյանքում վերջին ամիսները դարձան շրջադարձային։ Փոքրիկը, որը դեռ 1 ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը 3 բառ, այսօր արդեն խոսում է, հաշվում, տարբերում գույները եւ հետաքրքրությամբ մասնակցում խաղերին։ Մանկական ուղեղային կաթված իր հետևանքները մեղմուվել են, իսկ դրական փոփոխությունները նկատելի են ոչ միայն նրա զարգացման, այլև ամբողջ ընտանիքի առօրյայի մեջ։ 7 ամսվա դասերի ժամանակ ունենք շատ մեծ աճ։ Ինքը խոսքը շատացել, վարքը փոխվել է։ Հիմա չգիտեմ, իմ բալիկը ուրիշ մարդ է, դարձել է լրիվ ուրիշ մարդ։ Ալեքսի պատմությունը Viva-ի եւ Artissimo մշակութային հասարակական կազմակերպության համագործակցության ամենավառ արդյունքներից մեկն է։ Մասնագետների խոսքով այս առաջընթացի եւ հաջողության հիմքում շարունակական, անվճար ու ինտենսիվ վերականգնողական աշխատանքն է։ Հատկապես մարզերում, որտեղ վաղ ախտորոշումը ու մասնագիտական ծառայությունների հասանելիությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ, նման ծրագրերը հաճախ դառնում են ընտանիքների միակ հենարանը։ Սա պատմություն չէ միայն Ալեքսի մասին։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող Կարինան եւս այն երեխաներից է, ում կյանքը փոխվել է մասնագետների հետևողական աշխատանքի շնորհիվ։ Մենք Կարինային ընդունել ենք այսպես մի փնջով, հա, այդպես նկարագրեմ, բայց մեր հաջողությունը հիմա նրանում է, որ ինքը արդեն կարողանում է խոսք արտահայտել, ցանկություն արտահայտել, տեղին արտահայտել իր ցանկությունը, իր բառերը, ինչի՞ չէ նաև մենք արդեն հստակ գիտենք թվերը, աշխատում ենք տառերի վրա եւ ամենակարևոր ձեռքբերումը, որ ինքը ինտեգրված է դպրոցում։ Artissimo մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր Կատերինա Հորսկայի խոսքով յուրաքանչյուր երեխայի հաջողություն կենտրոնի ընդհանուր հաղթանակն է, անհնար առանց գործընկեր կազմակերպության։ Viva-ի շնորհիվ իրականացվել է արդեն տարեկան մշտական աշխատանք, շատ ինտենսիվ աշխատանք, այսինքն մենք մատուցել ենք անվճար ծառայություն երեխային եւ այս ընդամենը 7 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք ոնց է երեխան սկսել խոսել։ Սա պատկերացնում եք ինչ երջանկություն է իրենց ընտանիքի համար։ Այս բալիկին մենք դիտարկում ենք շատ ավելի վաղ ժամանակից եւ ժամանակին նաեւ կարողացել ենք իր հետ առաջին քայլերը իրականացնել։ Դա ելի խոսում է մշտականության կարևորության մասին։ Վայոց ձորում եւ Գեղարքունիքում գործող ոսկեփորիկ զարգացման կենտրոններում Viva-ի աջակցությամբ տարեկան շուրջ 200 երեխա ստանում է անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ։ Այստեղ աշխատում են հենաշարժողական, գենետիկ եւ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ, կիրառելով ֆիզիոթերապիա, զգայական ինտեգրում, ձիաբուժություն եւ այլ մասնագիտացված մեթոդներ։ Մեր շահառու բալիկների հաջողությունը իրականում կապված է թե ծնողների իհարկե ներգրավվածությունից, թե մասնագիտական ընթացքից, բայց ամենակարևոր բանը դա մշտական հասանելի վերականգնողական թերապիաներն են։ Եվ այո, այսօր մենք վստահությամբ ասում ենք, որ Viva Armenia-ի շնորհիվ մենք այդ հնարավորությունը ունենք։ Եվ այս կենտրոններում ամեն օր փոքր ու մեծ հաղթանակներ են գրանցվում։ Առաջին արտաբերված բառ, առաջին ինքնուրույն քայլ, առաջին ընկերություն կամ առաջին հաջողություն դպրոցում։ Իսկ Ալեքսի, Կարինայի եւ տասնյակ այլ երեխաների պատմությունները լավագույն ապացույցն են, որ ժամանակին ցուցաբերված աջակցությունը, մասնագիտական աշխատանքն ու հետևողականությունը կարող են բացել նոր հնարավորություններ դեպի լիարժեք կյանք։